Գյումրիում էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացավ ամենաշատ վստահության քվեները, ու դա խոսում է միայն այն մասին, որ այո, մեր իշխանությունը, մեր քաղաքական թիմը վստահությունն է վայելում մեր քաղաքացիների, այնպես որ ես վստահ եմ, ավելի քան վստահ եմ, որ 26 թվականի համապետական ընտրություններում չի այլևս աշխատելու Գյումրու օրինակը, ինչքան էլ ընդդիմադիրները ցանկանան եւ այդ նպատակը ունենան իրենց առջև դրված։ Այս մասը եթե օրինակ համեմատենք կոմունիստական կամ մեր քաղաքային հզոր համայնքը Մայր Հայաստան խմբակցությունների հետ, այո, դուք մեծամասնություն եք տարել, բայց եթե միասնական ընդդիմությանը նայենք, ապա միասնական ընդդիմությունը ավելի շատ է ձայներ տարել։ Սա ինչի մասին է խոսքը, որովհետև վերջին օրերին քննարկվում է նաև կաշառքի մասին, սա կաշառք բաժանելու շնորհիվ ձայները գնաց ԿՊ-ից դեպի այլ կուսակցություններ, թե այնուհանդերձ հայրաքաղաքում վստահության քվեն պակասում է ձեր։ Վստահ եմ, դուք տեսաք, որ նախորդ քառօրյայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից խոսեց կաշառքի մասին, որից հետո Վարդան Ղուկասյանը մեղադրեց մեզ, ԿՊ-ին կաշառք բաժանելու մեջ, մինչդեռ հենց իրենք են այդ արատավոր ձեռագրի ու գործելավոճի հեղինակը եղել ոչ միայն այսօր, այլ տարիներ շարունակ։ Ձևակերպման մեջ շատ հստակ նաև թաղամասը եւ գումարի չափը նաև են։ Այո, եւ դրան հաջորդեց մեր տեխնազուի Սարիկ Մինասյանի հարցազրույցը, որտեղ վերջինս ասեց, որ խնդրում եմ գլխավոր դատախազին սա ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին եւ գնալ դրա հետևից։